մի դրվագ 3 4 օրվա դրվագից երբ որ Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդը բանավեճ ունեցավ ու ինքը արդեն այդ իր վիճակներով սկսեց քայլել աղմուկ եղավ հետևից, որը ենթադրում եմ պայմանավորված էր Օսիպյանին ձերբակալելու փորձերով կամ գուցե Փաշինյանի կողմնակիցները փորձում էին հարձակվել, վրան չի երևում այնտեղ կամերայից։ Ինքը այդ ռուպորով հետ է վազում ու դե որ նակնկալիքը վարչապետի աթոռին նստած մարդը, երբ որ տեսնի, որ քաշքշոց է իր կողմնակիցների եւ իրեն հենց նոր բանավիճած մարդու միջով պիտի հանգստացնի, չէ՞։ Ռուպորը ես ենթադրեցի, որ դրա մարավեցի։ Չէ, ինքը սկսեց հրահրել։ Սկսեց գոռալ, ինչի չես մահացել եւ այլն, որ չկրկնեմ բոլոր այդ ապուշությունները։ Որ ասում Հայաստանում ընդդիմությունը ավելի պետական է, մետ է, ավելի պետական մտածողություն ունի, քան իշխանություն կոչեցյալները։ Ընդդիմության ցույցերի ժամանակ դա տեսանելի է բոլոր վիդեոների ժամանակ։ Երբ որևէ ինչ որ քաշքշուկ է տեղի ունենում սադրիչների կողմից ուղարկված, միշտ այդտեղի ընդդիմադիր, որ լինի կամ ճանաչված ընդդիմադիր լինի, միշտ վազում է այդ ուղղությամբ ու փորձում է հանդարտացնել։ Դու ցանկացած միտինգի ժամանակ այդպես է եղել, միլիոնով նման վիդեոներ կան։ Սա գնում է վարչապետի աթոռին նստած, վարչապետի կարգավիճակով։ Փոխանակ հանդարտացնի, ընդ որում հաշվի առեք, որ երբ մենք ենք փորձում հանդարտացնել, դա ուղղակի մեր կողմնակիցներն են, որոնց մենք կարող ենք չճանաչել։ Սա իր աշխատողներն են, իր աշխատողները, իր կուսակցականները, իր այդ նախարար եւ այլն։ Փոխանակ հանգստացնի հրահրում է։